հագնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ որ մարդ աչքերը բացի առաջի հայացքը ողջի ասում։ Ծառան պիտի տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մանկուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։ Բարի լույս էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով, Փառտիրոջ այս հրաշալի օրվա համար մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը, այս շաբաթվա առաջին օրը, որ երկուշաբթի է, մենք միացել ենք մեր սիրելի Հովհաննես Կիրակոսյան եղբայրը, շատ շնորհակալ եմ Հովհաննես եղբայր, միացաք մեզ եւ մեզ համար մեծ պատիվ է նորից տեսնել ձեզ եւ լսել ձեզ։ Ես էլ ուրախ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ինձ նորից մասնակցությունը, իմ մասնակցությունը այս հրաշալի հաղորդումներին բերելու համար, որովհետև ես ինչ ես ասում եմ, Աստծո խոսքի շուրջ հավաքվելը եւ մեր Տիրոջը խոսքը քննելը եւ ճանաչելը, սիրելը մանավանդ, մեզ համար կյանք է, մեր կյանքն է դա, որպես հոգևոր անձնավորություն։ Ամեն։ Այսօրվա թեման հենց կարելի ասել ձեր խոսքի շարունակությունն է, որ վերնագիր եք դրել ավետարանից վերցրած այս հրաշալի խոսքը Պողոս Առաքյալի Քրիստոսի սերը ստիպում է մեզ ընդհանրապես ստիպված եմ անում կամ ստիպում են ինձ այսպիսի արտահայտություններ շատ կան, որը այսպես ասած նեգատիվ երևույթ է, բայց այս դեպքում դրական կարելի ասել խոսք ասա, որը մենք սիրում ենք լսել դա եւ մեզ համար ցանկալի ավելի շուտ մի կարևոր խոսք ինչն է ստիպում մեզ շատ տարբեր բաներ կարող են ստիպել, բայց այս դեպքում սերն է մեզ ստիպում այսօրվա թեման դա ինչ կասեք նախաբան այս թեմայի շուրջ նախ կասեմ որ այդ ստիպել բառը բացասական իմաստով չէ ոնց որ թե բանի տակ ինքը ուզում է ասել որ այդ սիրո գոյությունը մեր մեջ մի հատ ճնշվածություն է առաջ բերում որը ոնց որ թե մթնոլորտի ճնշումը բնական է հավատացյալ Աստծո որդիների համար բնական է ունենալ ինչպես բնական է մթնոլորտի ճնշումը մեր վրա այնպես էլ Աստծո սիրո ճնշվածությունը ունենք մեր վրա սա բան չի ինչ որ մեկը որոշում է մեզ ստիպել որտեվ սերը ստիպելով չի իհարկե մենք լավ հասկանում ենք դա հավատացյալի Աստծո եւ իր որդու միջեւ եղած հարաբերության բնականon այսպես կարող ենք ասել մթնոլորտն է ամեն սիրո մթնոլորտն է որը ունի իր ճնշումը կարող ենք ասել նաեւ Հովհաննես եղբայր որ սա ցուցիչ է մեզ համար մեր կյանքում այսինքն այդ արտահայտությունները որ մենք անում ենք դեր ես քեզ սիրում եմ քո սերը իմ մեջ է ես լցված եմ քո սիրով այդպիսի արտահայտություններ շատ ենք անում կրոնական եթե ասում ենք որ մենք ունենք Աստծո սերը կամ արկա է Աստծո սերը ապա անպայմանականորեն այդ սերը մեզ մոտիվացնում է կամ գեներացնում է մեր մեջ ստիպում է գործի մեջ է դնում մեզ եւ դա ցուցիչն է որ մենք ունենք Աստծո սերը ճիշտ է այս արտահայտությունը այո դե ընդհանրապես այդ որ մենք գործածում ենք մենք ես եւ այլն այդ դերանունները այդտեղ շատ նուրբ մի խնդիր կա որ հաշվի պետք է առնել որ ինչ էլ որ անենք կամ անում ենք դա եսակենտրոն չի այսինքն թեև մենք գործածում ենք դերանուններ բայց գիտակից պետք է լինենք որ եսակենտրոն չի եւ ոչ թե ես սիրում եմ Աստծո որովհետեւ դա ինձ դուր է գալիս որը սլաքը ուղում է նորից ինձ
մենք հիմա մի քիչ խոսենք այդ մասին, այլ ինչպես ասացի, քայլում ենք այդ սիրո մթնոլորտի մեջ, ուզենք թե չուզենք, դա կա, եւ պարզապես հաշվի ենք առնում, կամ ասենց ասեմ, այդ կյանքը կամ այդ էությունը մեր մեջ ապրում է, բնակվում է, կամ չի բնակվում, եթե բնակվում է, ուրեմն նա բան է, շարժուն է, այսինքն նա իր կյանքը ունի, եթե բնակվում է, պատկերացնում եք, ուրեմն եթե Սուրբ Հոգին բնակվում է, վերստին ծննդով մեր մեջ, նա ընդեղ դրված չի պարզապես, նա ապրում է, եթե ապրում է, ուրեմն իր կյանքն է ապրում, ամեն որը Աստծո որդու կյանք է, այսինքն Քրիստոս մեր մեջ, ամեն այս է կարևորը, եթե ոչ մեր սեփական անձը եսը նույնպես կարող է շատ առաքինություններ ունենալ, ձևանալ եւ այլն միայն թե չմեռնի, սա է գաղտնիքը։ Շատ լավ, դեռ վստահ եմ, որ շատ գաղտնիքներ ենք այսօր ձեր միջոցով բացահայտելու, Հովհաննես եղբայր, բայց մի երգից հետո նորից կմիանանք եւ կանցնենք բուն թեմային։ Իսկ հիմա Էլլադա Սայադյան, բայց եթե մեկ այդպես է կոչվում երգի վերնագիրը, եկեք լսենք ինչի մասին է։ Ես չգիտեմ ինչ է կյանքը, այն գեղեցիկ է թե տկեղ, ես չգիտեմ ինչ է կյանքը, այն սև սպիտակ է թե գունեղ, ես չգիտեմ ինչ է կյանքը, այդ բազմիմաստ միավանքը, ես այն ապրում եմ սակայն, ես չգիտեմ ինչ է այն, ես չգիտեմ ինչ է կյանքը, այդ բազմիմաստ միավանքը, ես այն ապրում եմ սակայն, ես չգիտեմ ինչ է այն։ Ես չգիտեմ պատասխանը իմ բազմաթիվ հարցերի, ես դեռ չունեմ վերջաբանը իմ անավարդ երգերի, ես չգիտեմ ով է մարդը եւ այս անվերջ մենամարտը երկու եսի արանքում չի ավարտվի այս կյանքում, ես չգիտեմ ով է մարդը եւ այս անվերջ մենամարտը երկու եսի արանքում չի ավարտվի այս կյանքում։ Ու մենք անցնում ենք մեր կյանքը անգիտության ճամփեքով, ու մենք ապրում ենք այս կյանքը, իսկ այն անցնում է կողքով, իսկ այն թակում է մեր դուռը, բայց մենք ավախոր քնած ենք ու երազներ ենք տեսնում, որոնք մեզ կյանք են թվում, իսկ նա թակում է մեր դուռը, բայց մենք ավախոր քնած ենք ու երազներ ենք տեսնում, որոնք մեզ կյանք են թվում, համատարած այս խորքունը, որ շատ նման է մահվան, ու թեև կյանք է անունը, կյանքից չունի ոչ մի բան, մեզ կուրացրել ու խաբել է, մեզ ստորացրել ու փոխել է, մեզնից խլել է թևեր, ուժանիքները տվել, մեզ կուրացրել ու խաբել է, մեզ ստորացրել ու փոխել է, մեզնից խլել է թևեր,
Ուժանիքները տվել Եվ այս լուսնոտ մարդկությունը Իր մահաբերքնի մեջ տանում է իր գոյությունը Դեպի վախճան, դեպի վերջ, բայց եթե մեկը արթուն է Բայց եթե մեկը լսում է Թող արթնացնի այն մեկին Որ դեռ քնած է կողքին Բայց եթե մեկը արթուն է Բայց եթե մեկը լսում է Թող արթնացնի այն մեկին Որ դեռ քնած է կողքին Հետաքրքիր լավ երգ է շատ իրոք եւ կյանքի մասին է երգը իսկ կյանքը առանց Քրիստոսի սիրո չի կարող համարվել կյանք դա ընդհանրապես գոյատևություն է սելիքուր երեխաներ իսկ մենք այսօր խոսում ենք Քրիստոսի սիրո մասին որը մեզ պետք է ստիպի Սիրելի Հովհաննես եղբայր լսում ենք ձեզ սիրո Այո եղբայրս ուրեմն ես ուզում եմ սկզբից արդեն նկատել մի բան, որը ինձ խոսեց այս համարի մեջ, որ առաքյալը ոչ թե իր մասին է խոսում, հապա ասում է Քրիստոսի սերը ստիպում է մեզ, ուրեմն խոսքը գնալու է բոլորիս մասին, մասնավորապես հավատացյալներին եւ Տերոջմով ժողովքին եւ լինեն 2-3 հոգի, լինեն ավելի սրանց մասին է, հետեւաբար եկեք կարդանք 14 համարից մինչև 17 միասին։ Ուրեմն վասնզի Քրիստոսի սերը ստիպում է մեզ որ սա ենք միտկանում, թե եթե մեկը ավելի ամենի տեղը մեռավ, ուրեմն ամենը մեռած է։ Եվ ամենի համար մեռավ, որ կենթանի լինողները այլևս ոչ թե իրենց անձերի համար կենթանի լինեն, այլ նրա համար, որ իրենց համար մեռավ եւ հարություն առավ։ Ես այստեղ մի պահ ուզում եմ կանգնել եւ առաջի հայացքից պարադոքսալ հակասական թվող մի բան է զարմանալի է որ ասում է եթե մեկը ամենի տեղ մեռավ ուրեմն ամենը մեռած են եւ ամենի համար մեռավ որ կենթանի լինողները ուրեմն հարց առաջանում այս կենթանի լինողները ովքեր են եթե ամենը մեռա առաջի հայացքից ասում ես երկրորդ անգամ մի հատ կարդալուց ասում ես տեսնեմ մի հատ սա ինչ է որովհետև երբ որ կարդում ես այսպես անցնում ես առաջ դա սերտողություն չի այո ինչ որ մտքի մեջ հետք է թողում եւ անցնում է բայց երբ որ ավելի ուշադիր ես Աստծո խոսքը լսում որտեղ կարդալուց ենք լսում այստեղ մեկը որ խոսում է ուրեմն հետաքրքիր է թե ամենը մեռած են ինքը ամենի համար մեռավ որ կենթանի լինողները այլևս ոչ թե իրենց անձերի համար կենթանի լինեն այլ նրա համար որ իրենց համար մեռավ եւ հարություն առավ ուրեմն այսուհետև մենք նորից հոգնակի է ոչ ոքին չգիտենք մարմնի կողմանը եւ թեև Քրիստոսին էլ գիտեինք մարմնի կողմանը այլ հիմա այլևս չգիտենք ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է
նոր ստեղծված է, հիները անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Այսքանը, ուրեմն մինչև 17։ Փորձենք այս հատվածի մեջ տեսնել, ճանաչել մեր Տիրոջը, տեսնել, թե Աստծո Հոգին ինչ կարող է մեզ տալ որպես հայտնություն, որպես լույս, լուսավորվելու համար։ Տեսեք, ուրեմն, այս տեքստը սկսում է, որ ասելով, որ սերն է ստիպում, այսինքն այդ սերն է իշխում, այդ սերն է մղում, այսպես ասած, այս մյուս բնացած բաները միտք անելու։ Ինչպես քիչ առաջ ասացի, այստեղ բոլորը մեռան, բայց կենդանի լինողներ կան։ Զարմանալի է։ Սա ցույց է տալիս, որ խոսքը չի վերաբերում այնպիսի մեռնելու մասին, որ մեռնում են ու ոչնչանում են, հող են դառնում։ Դրա մասին չի խոսքը։ Այստեղ կա բնական է Քրիստոսի հետ խաչվելու, նրա հետ մեռնելու գաղափարը, ինչպես նույն առաքյալը գաղատացիներին է սովորեցնում, ասելով, որ ես Քրիստոսի հետ խաչը ել, այլևս ոչ թե կենդանի եմ ես, հապա նա է կենդանի իմ մեջ, հիմա որ մարմնով եմ, ֆիզիկապես չեմ մեռել, Աստծո որդու հավատքով եմ ապրում, ուրեմն խոսքը վերաբերում է նրա մեր մեջ լինելու եւ Աստծո որդուն։ Այո, մեր անձերը մեռած են, մեր անձերը մեռած են ինչպես, մեռած են մեղքին։ Մեր անձերը մեռած են մեղքի համար, բայց կենդանի են Աստծո համար։ Եվ այդ կենդանությունը վերստին ծնունդով է։ Հակառակ դեպքում բոլորը մեռած են, ինչպես Հիսուս էր ասեց, թող մեռելները իրենց մեռելը թաղեն։ Մեռած են համարվում, ինչու, որովհետև Աստծո պատկերը դեֆորմացվել է, խեղաթյուրվել է, այդ պատկերի խեղաթյուրումը մեղքի պատճառով մահ է կոչվում։ Մահվան սկզբունք է, որի մեջ ծնվում ենք, մեծանում ենք եւ մեզ համար այդ մահվան սկզբունքը ինչ որտեղ հարազատ է դառնում մեր մանկությունից մինչև այն օրը, որ Աստված հայտնվում է իր ճշմարտությունով, լույս է սփռում այդ մեր բնական եղող կամ հարազատ թվացող երևույթի վրա ու մենք մեր մեջ արթնացնելով այն աստվածային լույսը, գենը, հասկանում ենք, որ չէ, սա մեզ համար հարազատ չի, սա չէ, այս լայն ճանապարհը չէ, որով ես գնում եմ, ես մեկն եմ, որի մեջ փնտրելու հատկություն կա եւ սկսում եմ փնտրել այդ նեղ դուռը եւ գտնում եմ այս գտնողները, որ Աստծո որդին է, նա կենդանի է, նա ապրում է, ուրեմն թեև մեր անձը մեռած է, որովհետև մեկը կար, որ մեռավ բոլորի համար, ուրեմն բոլորը մեռան իր հետ, բայց նա մեռավ բոլորի համար, որպեսզի կենդանի եղողները կամ ապրողները կյանք ունեցողները, ասենց ասեն, ովքեր են կյանք ունեցողները, այդ կյանքը, այդ հավիտենական կյանքն է, ուրեմն Աստվածաշունչը կյանք անվանում է այն հեռանկարով, որ դա հավիտենական է, հակառակ դեպքում այս ժամանակավոր կյանքը ինքը կյանք չէ։ Եթե կյանք անգամ կոչի, դա փոքրատառով կյանք է։ Իմ համար դա դանդաղ է։ Դանդաղ մահ։ Ուրեմն սրա մասին չի խոսքը։ Եվ հետո ավելի է զարգանում այս թեման, զարգանում է շատ հետաքրքիր ձևով։
ուրեմն ինչպես ասացի մենք գիտենք այդ մեռնելու անձի մեռնելու վերաբերյալ թե Հռոմայեցիս 7-րդ գլխի մեջ որ ասում է մենք օրենքին մեռանք այսինքն նշանակում է որ այն օրենքը որ մեզ միշտ մեղավոր էր հրճակում մենք այդ մեղքին մեռանք որ ուրիշինը լինենք եւ պտուղ բերենք ուրիշի համար եթե առաջ այդ մեղքի համար էինք պտուղ բերում մեղքի պտուղներ հիմա էական փոփոխություն կա ամեն բան նոր է իներն անցան հիմա ուրիշի համար ենք պտուղներ բերում եւ այսպես շատ համարներ ունենք ուրեմն ես եկեք մանրամասնենք մի քիչ ուրեմն 16 համարը ասում է ուրեմն այսուհետև մենք ոչ ոգին չգիտենք մարմնի կողման է եւ թեև Քրիստոսին էլ գիտեինք մարմնի կողման է այլ հիմա այլևս չգիտենք հոգնակի է խոսում նշանակում է սա մի բան է որ բոլորիս վերաբերում է եւ ես կասեի այդպես որ հավատացյալ վերստին ծնված Աստծո որդիների դիրքը Քրիստոսի մեջ այն չէ ինչ որ երևույթով մենք տեսնում ենք մեկս մյուսին մեկս մյուսին մենք տեսնում ենք եւ տարբերում ենք մեր արտաքինով եւ մեր բնավորությամբ մեր եսի արտահայտությամբ դրանով էլ ամեն մեկը ասում է ես Հովհաննեսն եմ ես Աբրահամն եմ բայց այդ եսը որը մեր անձն է որը մեր շունչն է որը մեր այն բնությունն է որով ղեկավարվում են մեր հոգեկան բոլոր կարողությունները մեր իմացականությունը մեր զգացականությունը մեր կամքը դրա հետևը մի էություն կա այդ մեր անձն է մեր եսն է որով ղեկավարվում է այդ եսի անձի մահվան մասին է խոսքը որպեսի նա փոխարինվի նոր արարչությամբ նոր արարչությունը Աստծո կողմից այդ վերստին ծնված հոգին է նա հոգի է այդ հոգին Աստծո որդիները, որոնց Աստված ճանաչում է ի հավիտենից, իրենց մեջ պահպանել են որպես աստվածային գեն։ Եվ Աստված տեսնելով դա ճանաչում է իրեններին եւ կյանքի է կոչում այդ գենը, որը մեղքի պատճառով գերության մեջ է, կոմայի մեջ է։ Նրան վերադարձնում է այն բնօրինակ պատկերին, որով Աստված արարել էր։ Ուրեմն ճիշտ պետք է տեսնենք, թե ինչի մասին է խոսքը այստեղ։ Հիները անցան։ Ինչպես անցան։ Մեռան։ Մեռնելու process-ի մեջ մտան։ Գործընթաց է։ Որպեսզի նոր արարածը աճի Աստծո զորությամբ, Աստծո հոգու զորությամբ աճ ունենա միջև իր Հիսուս Քրիստոս Աստծո որդի եղող էտալոնին հասակին հասնելու։ Եվ այս գործը չի թողնված մեր սեփական անձնական եսի վրա, որտեղ նա չի կարող դա անել։ Նրա որպեսի անգամ որպեսի սա
ի գործ դրվի, նա ընդհանրապես պիտի գործ չունենա, նա պիտի մեռած վիճակի մեջ լինի։ Հետևաբար այդ նոր արարածը, ինչով է նոր։ Արտաքինով ոչ, արտաքինով մենք նույնն ենք, այս նույն ֆիզիկական մարմինն է, իր նույն ձևով, տեսքով եւ այլն, բայց մի ուրիշ բան է նոր, ներքին մարդն է նոր, ներքին մարդը, այսինքն այն բնույթը, բնավորություն, որը ուներ մեր սեփական անձը, փոխարինվում է Աստծո որդու բնությամբ։ Ինչ է տեղի ունենում, երբ որ փոխարինվում է, եւ սա նորից կրկնեմ գործընթաց է, սա այնպես չէ, որ այսպես միացրեցիր եւ մեկ էլ փոխվեց, այդպես չէ։ Դա գործընթաց է եւ ինչ է տեղի ունենում։ Ուրեմն ասացի երևույթով նույնն է, բայց նոր լույս ունի իր մեջ, նոր լույսով է տեսնում ամեն ինչ։ Առաջվա պես էլ չի տեսնում, նոր բնություն կա նրա մեջ եւ այդ նոր բնությունն է սկսում գործածել այդ հոգեկան կարողությունները, զգացականությունը, կամքը, որից հետո նաեւ մեր 5 զգայարաններն են սկսում որպես գործիքներ ծառայել այդ հոգեկան կարողություններին, այդ նոր արարածը, նոր մարդը, նոր լույսով է սկսում հարցերին նայել, նոր ձևով է վերլուծություններ անում, զգացմունքները նոր ձևով են արտահայտվում, նոր խորհուրդներ, նոր մտածելակերպ է առաջանում, բոլորովին նոր, որ բնականորեն մարդը չունի, երբ որ ծնվում է, սա բոլորովին նոր է, նոր արարչություն է, նոր փափակներ են առաջանում, նոր ծրագրեր են ծրագրավորվում, եւ սրանք բոլորը առաջնորդվում են ոչ թե մեր հին եսի կողմից, այլ մեր մեջ բնակվող Սուրբ Հոգու կողմից։ Ամեն։ Եվ ինչպես ասացի, այս բնակությունն է, որ ստեղծում է այդ սիրո մթնոլորտը, որի մեջ կա սիրո մթնոլորտային ճնշում։ Նա է ստիպում։ Հիմա ուշադրություն դարձրեք, պատկերացրեք, որ այդ 2-3 հոգիները, որ մեկտեղ հավաքվում են, այս սիրո մթնոլորտի ճնշման տակ են։ Նոր լույս, նոր ձևով են տեսնում։ Ինչ ձևով ենք տեսնում մեկս մյուսի։ Եթե այն սեփական եսը մեռած է Քրիստոսի հետ, եւ նա է ապրում մեր մեջ, մենք երբ որ հավաքվում ենք միմյանց, որպես ինչ ենք տեսնում, նոր արարած, թե ամեն մեկս մեր եսով մեզ համար նստած ենք։ Ես Հովհաննեսն եմ, ես Աբրահամն եմ, ես Պողոսն եմ, ես Ֆիլիպոսն եմ։ Ավելին ասեմ, սա ավելի մեծ մասշտաբով ներկայանում է նաև եկեղեցական հարանվանությունների մեջ։ Ամեն։ Որպես ժողովք։ Որպես ժողովք։ Սուրբերի ժողովք։ Մենք ինչպես ենք միմյանց տեսնում, որպես անհատական մի արամբանական ես, իրեն անունով, իզմերով, իստերով, ականներով, հիշում եք ես այդ մասին խոսում էի, թե սա մեռած է Քրիստոսի հետ,
իր սեփական անձը չի, փոխարինողն է, նրա անունով են հավաքվում։ Հիմա մենք որ այստեղ խոսում ենք, Հովանեսի անունով չէ, որ հավաքվել ենք, ոչ էլ Աբրահամի, ոչ էլ Arm Gospel ռադիոյի անունով։ Որովհետև եթե այդպես այդ անուններով հավաքվենք, մենք շատ շուտով կհիասթափվենք։ Ճիշտ ես։ Շատ շուտով։ Որովհետև եթե ակնկալում եմ Աբրահամից այն սրբությունը եւ արդար կյանքը, որը նաեւ Աբրահամը ակնկալում է ինձնից, ասում եմ շատ շուտով, անգամ առանց կամենալու, ակամա ձևով մենք սխալական ենք եւ անմիջապես կփշրվի այդ արտաքին երևույթով միմյանց նայել։ Հիսուս չասեց, որ այդ ձևով պետք է հավաքվեք, շողվեք։ Հիսուս չասեց, որ մեկտեղ ժողովելը մի թողեք։ Ինքը չասեց, որ այդ մեկտեղ ժողովելը պետք է լինի սեփական անձի անունով։ Դասակարգված հետո այդ հարցն էլ է շատ ակտուալ։ Եվ մենք երբ որ տեսնում ենք, թե մարդկանց թեկուզ սովորություն որպես, երբ որ ասում են այսինչ կամ այնինչ եղբոր եկեղեցին, այսինչ հովիվի եկեղեցին, թեև այդտեղ կարող ենք դրա բարի կողմը նկատել, բայց մյուս կողմն էլ կա, որ մարդկանց մեջ տպավորվում է եւ սովորություն է դառնում մոռանալու, թե եկեղեցին ումն է իրականում։ Կներես Հովանես եղբայր, այդ դասակարգումների մասին Պողոսն էլ է խոսում։ Չեմ հիշում, որ եկեղեցում էր, որ դասակարգումներ կա ձեր մեջ։ Դրա մասին խոսում աղքատի, հարուստի, կարող, տկար։ Ինչ որ այստեղ հիմա ասում ենք, հանձնում ենք Աստծո որդիների քննության Աստծո խոսքի համեմատ, կարող են իրենք գնալ եւ դա հաճելի բան է։ Աստծո որդու համար շատ հաճելի է գնալ եւ ավելի խորանալ, ավելի փնտրել եւ ներդաշնակությունով հրճվել, ուրախանալ, երբ որ լույս է տեսնում։ Իհարկե, մեր ուրախությունը այդտեղ է։ Ուրեմն ինչ է տեղի ունենում, որոշ բաներ, որ առաջ ատում էի, հիմա սիրում եմ։ Որոշ բաներ, որ առաջ սիրում էի, հիմա ատում եմ։ Հիները անցան, նոր եղավ։ Այս նորը այսպես շրջադարձ է միևնույն ժամանակ։ Շրջադարձ, մարդու կյանքի մեջ շրջադարձ, մենք որ ասում ենք դարձի գալ է, դու գնում էիր այսպես, հիմա շուր ես գալի, հակառակ ուղղությամբ ես գնում, ամեն ինչ դառնում է մյուս ուղղությամբ, սա է իր մեջ պարունակում այս հետաքրքիր հատվածը, եւ միմյանց այլևս չենք նայում մարմնի կողմանը, այսինքն մենք միմյանց չենք նայում որպես Աբրահամի ես անձ եւ Հովանեսի անձ։ Ես նորից եմ գրկնում, եթե մենք փորձենք այդպես միմյանց նայել եւ պահանջել, որպեսզի մեր մեջ սեր առաջանա առանց պայմանների, շատ շուտ կհիասթափվենք։ Չենք կարող միմյանց սիրել այն եսերով, այն անձերով, որը մեռած է Քրիստոսով։ Նրան թողեք խաչի վրա, ուրացած, մեռած սեպելով։ Բա ոնց հարաբերենք այդ դեպքում, ով պետք է հարաբերի ում հետ։ Հիմա հիշենք այն համարը, որ Հովանեսը մեզ ասում է, որ եթե լույսի մեջ քայլենք, ինչպես ինքը է լույսի մեջ, մենք հաղորդություն կունենանք միմյանց հետ։ Այս հաղորդությունը մեր սեփական եսերի ինչ որտեղ հպարտ եսերի
հաղորդությունը չի, որ մենք սկսենք այդ եսերին ինչ-որ ձևով ընդհանուր բաներ գտնել, համակրանքի եզրեր գտնել, չգիտեմ, նույն մտածելակերպ փնտրել, օրերից մի օր, որ հանգարց շահերի բախում լինի, ցիրուցան կլինեն այդ բոլորը։ Այդ դուք որ խոսացիք այդ առանց Աստծո սիրո հարաբերության մասին, այնտեղ մի հատ ցեց կա, որ միշտ մտնում է, ով է մեծի գաղափարը, ցեցը։ Հիսուսն էլ աշակերտերին նկատեց դա։ Ասես ձեր մեջ ցեց ա մտել։ Շատ հետաքրքիր է։ Այո, սեփական եսը դա է։ Ուրեմն ներքին մարդու ներքին էության մեջ է տեղի ունենում այդ կյանքը, որ հինը դարձնում է նոր, մահից տեղափոխում է կյանքի, եւ այդ փոփոխությունը տեղի է ունենում փոխարինվելով, եսի բարելավումով չէ, անձը որ մեղավոր է մեղքի բնույթ ունի, նրա բարելավումը չի, նրա մահն է եւ նրա փոխարինումը, այդ դեպքում է տեղի ունենում փոփոխություն այն էության մեջ, որը դառնում է Քրիստոսանման, Քրիստոսակենտրոն եւ ոչ եսակենտրոն։ Սա է, որ հինը նոր է դարձնում։ Այո։ Եվ սա կոչվում է նոր արարած։ Մենք նոր արարածի մասին նաև կարդում ենք Գաղաթացիս 6:15-ում։ Կարող եք կարդալ տեսնել։ Միևնույն ժամանակ ասվում է, որ ամեն բան Աստծուց է։ Որպեսզի հանգարց այդ եսը իրան չվերագրի որևէ բան։ Այդ 18 համարն է ասում, սակայն ամեն բան Աստծուց է։ Ես 18-ը չկարդացի, բայց այդպես է։ Եմ որ ինձ լսողները այդ օգտի լրիվ կարդան այդ ամեն ինչ, որ տեսնեն սկզբի եւ վերջի կոնտեքստի մեջ համապատասխան է թե չէ, եւ ես շատ ուրախ կլինեմ, եթե այդ բանը անեն։ Ուրեմն մեզ ասում է, որ հիմա եթե բոլորս կենթանի ենք, որտեղ օգնակի է խոսում։ Ոչ թե մեր սեփական անձերի համար են կենթանի, այլ նրան, որ մեռավ եւ հարություն առավ, եւ եկավ Սուրբ Հոգով, որպես Սուրբ Հոգի մեր մեջ բնակվելու։ Բնակվելը շատ կարևոր է, կյանք է բնակվելը։ Ամեն։ Ազդեցություն է, նրա ազդեցության հավատքով ասում է, ազդեցություն է, էներգիա է, ուժ է, այդ ուժով են երկնքի արքայությունը նվաճում, նրա ուժով։ Տեսնում եք, ուրեմն դա կյանք է։ Ուրեմն եթե այդ կյանքը կա, մենք այդ կյանքով ենք սկսում, այսինքն հոգով ենք սկսում իրար ճանաչել, հոգու կողմանե ենք սկսում իրար ճանաչել, ոչ թե մարմնի կողմանե։ Սա է այս պատգամի շատ կարևոր մի բանը, եւ սա սերն է ստիպում, որ այդպես լինի, որպեսզի այդ սերը թե Աստծո նկատմամբ, թե միմյանց նկատմամբ կարելի լինի իրականացնել։ Եթե մնանք մարմնի կողմանե մեր եսերի դաշտում, չի իրականանա այդ սերը կլինի նույն եսակենտրոնը եւ խումբ տարբեր խումբեր առաջ կգան, որոնք իրար հարմար են, մյուսին հարմար չէ։ Սա կլինի կոլեկտիվ էգոիզմներ, եսասիրություններ։ Սրա մասին չի խոսում առաքյալը, հոգնակին վերաբերում է բոլորին,
Ամեն։ Բոլորին։ Որտեվ Հիսուս բոլորի համար մեռավ։ Ոչ թե ինչ որ առանձին խմբերի, որոնք կարծում են, թե միայն իրանց համար մեռավ Քրիստոս։ Տեսնում ես եսը ինչպես է հպարտանում։ Հարս եկեղեցին մենք ենք, չէ՞։ Որ ծայրահեղությունը ուզում ես վերցրու։ Լինի լեգալիստ, մի ծայրահեղություն, լինի ծայրահեղ շնորհքի վարդապետություն, սարմանալիորեն աննկատ ձևով սրանք բերում են եսի անձնավորման եւ հետեւաբար հպարտության։ Լույսի մեջ քայլողները իրար չեն նայում։ Նայում են նրան, որ լույսի մեջ է։ Իրար նայելու ժամանակ չկա։ Նրանք լույսի մեջ են քայլում։ Ինչու՞։ Ինչ է տեղի ունենում, երբ որ լույսի մեջ են քայլում։ Այսինքն նրանց համար լույսն է կարևոր։ Լուսավորված լինելն է կարևոր։ Այո, նոր է, նրանց համար նոր է, նրանք լուսով որդիներ են։ Լուսով որդիները լույսի աղբյուրով են հետաքրքրված, նրան են սիրում։ Շատ ճիշտ է։ Հետո սիրում են նաև, որ իրենց խավար գործերը ի լույս գա։ Չեն վախենում դրանից։ Չեն վախենում։ Ընդհակառակ, որովհետև դա խանգարում է իրենց լույսը, լույս լինելուն խանգարում է, իրենց լուսովորդի լինելու էությանը, որ այս նոր արարածն է, խանգարում է։ Խոչընդոտ է հանդիսանում, այսինքն։ Պետք է լուսավորվեմ 100%։ Եվ նրանք ոչ թե ինչ որ ջանք են թափում, պետք է սենսն է, ոչ, նրանք սիրում են լույսը։ Ուստի հնարավորին չափ շուտ այդ խավար գործերը լույսի մեջ լուսավորվեն, այդ լույսով արյան, այսպես ասած, սորության լույսով ոչնչանան, ոնց որ մի գունավոր կաթիլ գցես ժավելի մեջ։ Անմիջապես ցնդում մեջ կա։ Այդպես է Հիսուսի արյունը։ Այսինքն, երբ որ կա լույսի մեջ փափագ լինելու եւ հաղորդակցվելու, Քրիստոսի այրունը ակտիվանում է մեզ համար, բնականաբար, ավտոմատ ձևով սկսում է աշխատել մեր կյանքում։ Պետք չի հռչակենք, որովհետև այսօր խարիզմատիկ այսպեսի երևույթ հռչակում եմ Հիսուսի անունը իմ վրա, իմ տան վրա, բայց խավարի մեջ եմ։ Դե ես էլ այդ եղբայրներ քույրերին զգուշացնում եմ, որ ուշադրություն դարձրեք, թե այդ որ եսն է այդ բաները հռչակում։ Զգուշ, որովհետև Աստծո որդին Սուրբ Հոգով պետք է առաջնորդվի։ Իհարկե նրանք կարող են ասել մենք Սուրբ Հոգով ենք իհարկե առաջնորդվում, ես դեմ չեմ։ Աստված թող օրհնին իրենց, եթե Սուրբ Հոգով են առաջնորդվում, բայց զգուշացումը վատ բան չի։ Ուշադրություն դարձնել, որ հանկարծ այդ եսը չլինի, որտեղ նա շատ խաբուսիկ է, նա չի ուզում մեռնի։ Սիրելի եղբայրներ քույրեր, եթե Սուրբ Հոգով եք, հռչակեք ինչպես որ Սուրբ Հոգին ձեզ առաջնորդում է, բայց ես այստեղ նրա համար չեմ, որ ասեմ մեկը սխալ է, մեկը ճիշտ է, զգուշացնելու համար եմ, որ չլինի, որ այդ եսը, որը երկերեսանի, բազմ երեսանի է, նա կարողանում է չմեռնելու համար ամեն ինչ ունենալ, դառնալ, ամեն առաքինություններ իր վրան հագնել, ինչպես գայլը կարա գառան մորթի հագնել։ Սրա մասին է խոսքը։ Ուստի այս լույսը շատ կարևոր է մեզ համար, որ դրանք երևան եւ մենք ուրախ կլինենք, որ հնարավորին չափ շուտ շտկվեն։ Մենք կարող ենք պտուղներից տեսնել ծառը։ Սա է շատ կարևոր մի ցուցիչ է, ոնց որ դու սիրում ես ասել։ Ուրեմն երբ որ փորձում ենք միմյանց ճանաչել,
պետք է ճանաչենք այդ նոր մարդով, նոր արարածն է կարևոր այստեղ, միմյանց հարաբերության, սիրելու եւ դրա համար երբ որ կարդում ենք թե այս բանը այսպես եղեք, այնպես արեք, այսպես չարեք եւ այլն, դա մեզ կոնտրաստի մեջ է դնում, որ տեսնենք մենք միմյանց հոգեվոր հոգու կողմից ենք ճանաչում կամ հարաբերում, թե մարմնի կողմից։ Գիտեմ, որ դժվար բան է, ինչպես կարող եմ ես անջատել իմ երևույթին նայելը, քանի որ երևույթն է գալիս, բայց այստեղ է հենց գաղտնիքը Սուրբ Հոգով առաջնորդվելու, որ կարողանանք դիմացինին տեսնել նրա լույսի մեջ քայլելը եւ համամիտ միասնաբար այդ սիրո մթնոլորտի ճնշման տակ գնալ դեպի այդ լույսը, նայել նրան, ինչպես անցած անգամ ասեցինք այստեղ, նրան նայեք, նրան լսեք, ամեն ինչ իրենն է, ուրախություններ, խաղաղություններ, սերներ, Սուրբ Հոգու ամբողջ պտուղը իրենն է, մերը չի։ Գալիս է փոխարինելու, սա շատ կարևոր է հաշվի առնել, հետևաբար մենք միմյանց եկեք նայենք այդպես, երբ որ գալիս ենք եկեղեցի, ոչ թե նայենք, հլտես մեկը, սրա բնավորություն այդքան լավը չի, են մեկը, լավ պետք է ինչ-որ ձևով հանդուրժենք, սիրենք, մի բան անենք եւ այլ, դա ինչ-որ ժամանակավոր բնույթ է գրում, եւ մի քիչ հարաբերական է, ուրեմն այս տեսակ հարաբերությունների մասին չի խոսքը, խոսքը արթուն լինելն է, տեսնել, թե Քրիստոս ինչ է արել, մեռել է բոլորի համար, հետևաբար բոլորը մեռած են, մարմնի կողմանե չենք դիտում նրանց, որպեսզի հարուցյալ զորությունը իր տեղը գրավի։ Ամեն։ Ամեն։ Եվ նայեք, ես ժամանակին մի պատկեր էի ցույց տալիս, որ նա որ դեմքով դեպի լույսն է քայլում, իր շուքը իր հետևն է։ Բայց նա որ մեջքով է դեպի լույսը, այսինքն լույսից հեռանում է, դեմքով գնում է, ինքը իր շուքի մեջ է քայլում, իր շուքի, իր խավարի մեջ է քայլում։ Նրանք ովքեր իրենց խավարի, իրենց եսի մեջ են քայլում, նրանք են որ իրար են նայում, տեսնեն որ եսն է ավելի լավ, իրար նայողներ չենք, երևույթով քայլողներ չենք, ապա հավատքով, հավատքը տեսնում է դիմացինի եղբոր քրոջ մեջ, այն ինչ որ Քրիստոս արել է, այսինքն տեսնում է, որ նա է լույսի մեջ քայլող է եւ նրա այդ արտաքին երևույթով եղած դերությունները Հիսուսի արյունը պատրաստ է մաքրելու, նայել է մաքրման լույսի մեջ քայլող։ Նրա համար էլ արյուն թափվել։ Ես չեմ նայում այն բաներին, որը մաքրման ենթակա են։ Ես նրանց տեսնում եմ մաքրված։ Քրիստոսի մեջ, որտեղ Քրիստոսի մեջ անմաքուր բան չես կարող մտցնել։ Բնական է, որ նա որ Քրիստոսի մեջ է, Քրիստոս էլ իր մեջ է, սա անբաժան է։ Քրիստոսի մեջ արմատացած եւ Քրիստոսի մեջի էությունը, նրա վիտամինները, նրա սնունդը արմատների միջով գալիս է մեր արտաքին այս բնական այս մարմնի մեջ այդ կյանքն է ներքին մարդը, այդ Քրիստոսից եկած Աստծո որդին է մեր մեջ, որ մեծանում է, աճում է եւ փոխարինում է այն բնությանը, որը մեղավոր բնություն է, որը մեռել է, խաչի վրա է։
Ուրեմն Ամեն։ այս գործընթացը կոչվում է լույսի մեջ քայլել, կոչվում է բարի պատերազմել, ընթացք կատարել, հավատք պահել, ասպարեզ վազել, Քրիստոսի ճանաչության մեջ աճել, որովհետև դա է մեզ բերելու նրան սիրելու։ Որքան ճանաչենք, այնքան կսիրենք։ Եվ եթե սիրենք, ստիպված չի լինի մեր եսը գա եւ ասի ես իմ անենց կանեմ, որ դու սուրբ կյանք կապրես, որ դու չգիտեմ ես կանես ոչ։ Եթե սիրում ես, այդ սիրո ստիպողական մթնոլորտի մեջ ես, նա ամեն բան նոր է անում։ Ամեն։ Եվ մենք չենք նայում հնին, նայում ենք նորին։ Առաքյալը ասում էր, ես չեմ ասում, որ հասել եմ կամ կատարյալ եմ, բայց այդ հին հետևի բաներին չեմ նայում։ Չէ։ Այս բոլոր բաները ներդաշնակ են միմյանց հետ։ Ուրեմն, եթե միմյանց հետ հարաբերենք որպես մարմնից ծնված մարմին, ավելի բարձրացնեմ։ Այսինքն մարմնով ճանաչենք, մարմնի կողման է, միմյանց հետ ճանաչենք, շփվենք, կհիասթափվենք, շատ շուտով։ Հետո կտեսնենք, որ չի ստացվում, կասենք լավ է, Աստվածաշունչը ասում է, բայց չի ստացվում, չի ստացվի, որովհետև մենք գործ ունենք մեռած բաների հետ, ուզում ենք, որ մեռածը մեռածով ինչ-որ մի բան դառնա։ Թողեք նրան մեռած։ Պետք չի նրան կենտանացնել, կենտանին եկել բնակված է ձեր մեջ։ Չեք ուզում նրան կենտանացնել։ Նա թող մեռած մնա, քանի որ փոխարինողը կա։ Փոխարինողը կա։ Հետևաբար ուրեմն, բայց եթե միմյանց տեսնենք հոգու կողմանը, այսինքն հոգուց ծնված հոգի, այդպես նայենք միմյանց։ Հոգու կողմից նայենք, այդ դեպքում որպես նոր արարած կկարողանանք սիրել միմյանց առանց պայմաններ դնելու։ Որովհետև այդ նոր ծնվածը մեկ էություն ունի, դա Քրիստոսի էությունն է, Աստծո էությունն է։ Քանի որ Աստծո սիրո պատասխանն ենք, մենք չենք կարող պայմաններ դնել Աստծո համար, որ նրան սիրենք։ Ինքն էլ պայմաններ չի դնում մեզ սիրելու համար։ Աստծո սերը այսպիսին է։ Նախ մահ է սեփական եսին։ Սա է Աստծո սերը։ Հիսուսի մահը սա է ցույց տալու։ Հետևաբար, ուրեմն մենք ոչ թե միմյանց մեղքի տակ գերի մեղավոր էությունն ենք սիրում։ Այդ էությունը չենք սիրում։ Երբ որ Աստծո լույսը գալիս է մեր մեջ, մեզ լուսավորում է, biz փոխարինողին ենք սիրում։ Էլ այդ հին եսը չենք սիրում, մենք էլ չենք սիրում։ Ապաշխարության բնույթը սա է, մկրտվելու եւ թաղվելու եւ հարություն առնելու բնույթը սա է, որ մենք մեր այդ սեփական անձը չսիրենք։ Միմյանց սիրենք, ոչ թե այդ սեփական անձերը կան իրար սիրեն, հապա ինչպես Հիսուս մեզ սիրեց։ Ամեն։ Իսկ նա մեզ սիրեց առանց պայմաններ դնելու Աստծո սիրով։ Բայց եթե մնանք մեր անձերի մարմնի կողմից, չենք կարող միմյանց սիրել առանց պայման դնելու։ Ամեն։ Հնարավոր չի։ Եսը պայման դնող է, որ իր եսին բավարարի։ Հենց չբավարարեց էլ չի սիրում։ Բայց սիրում ենք այն կյանքը, որ մեր մեջ է եկել, բնակվել, նրան առանց պայմանների սիրում ենք, որտեղ նա էլ մեզ է առանց պայմանների։ Տեսնում ես ինչ հրաշալի է։ Սա շատ կարևոր է, առաջի հայացքից կարող է թվալ մի քիչ ոնց ասեմ, անիրականանալի, բայց անիրականանալի է մեր եսի կողմից։ Բայց իր կողմից հնարավոր է։
Եվ Միանշանակ։ Աստծո սրան է ցկտում։ Սրան է ցկտում։ Սա է բերում խաղաղություն մեր եւ Աստծո մեջ։ Ամեն։ Ուրեմն, ինչպես ասացի, նրա անունով մեկտեղ ժողվելը 2 հոգի կլինի 3 թե 10,000 նշանակություն չունի։ Այս տեսակ հավաքվելը, չթողնելը այս բնույթը ունեն։ Եթե մենք հավատացյալներս կարողանանք միմյանց տեսնել Հիսուս Քրիստոսի կատարած գործի պրիզմայի միջոցով, կտեսնենք, որ Սուրբ Հոգին անմիջապես կներդաշնակեցնի այդ սիրո մթնոլորտի ճնշումը մեզ կառաջնորդի։ Շատ կարևոր է։ Հավաքույթներ, որտեղ չկան եսասեր անուններ, ինչպես ասացի, չկան։ Եվ այս ամենը հնարավոր է, երբ Քրիստոսի սերը մեզ ստիպի։ Ամեն։ Ամեն։ Այս խոսքով էլ հավարտեմ, որովհետև լասում եմ բանը թեման շատ ծավալուն է, բայց կարևոր շեշտերը, որ մենք տեսնում ենք հատվածի մեջ, կարծում եմ, որ սրանք են։ Ամեն։ Փառքեստեր։ Շատ հրաշալի խոսք եւ նորից մեր մեջ արտնացնում է նոր լինելու այդ գաղափարը դուք շեշտեցիք դա եւ որը ընդհանուր կապ չունի հին մարդու հետ, հինը պետք է մեռնի եւ նոր մարդը եւ Պողոս Առաքյալը դրա մասին խոսում է, որ հիշատակեցիք, հները անցան նոր արարած են Քրիստոսի մեջ, հները անցան եւ ամեն բան նոր է։ Ես դուք ինչ խոսում եք, ես մտածում եմ նորի մասին, այդ նորի մասին, որը Քրիստոսի սիրո արկայությունը կա իր մեջ, որը ստիպում է մեզ։ Մենք մարդիկս Հովհաննես եղբայր սիրում ենք նոր բան տեսնել, նոր բան լսել, նոր զգացողություններ ունենալ, վերջը նոր վայրեր լինել։ Միշտ այսպես նորի ձգտում կա, բայց Սողոմոն ասում է, յարեգակի տակ նոր բան չկա, ինչ որ եղել է, հիմա էլ է լինում, վերջապես։ Այ վերստին ծնունդը իր մեջ ունի այս բաղադրիչ մասը, երբ որ մարդուն ոչ թե ստիպում ուղղորդում է նոր բան տեսնել կամ լսելու, այլ նորը դառնալու, սրանք տարբեր բաներ են։ Վստահ եմ համաձայն ես ինձ հետ, այս նորը դառնալու տենչանքի փափակ քրիստոնյայի կյանքում պետք է անպայման առկա լինի։ Եթե մենք ասում ենք վերստին ծնված ենք, ուրեմն մեր ձգտումները ոչ թե նոր բան տեսնել ու լսելն է։ Ես գիտեմ ինչ եմ ասում, որովհետև այսօրվա իրականությունը կրոնական կյանքի, քրիստոնեական կյանքի սա է, ինչ նոր բան կասես մեզ։ Ինչպես մի բան կասես, որ մենք փշաքաղվենք։ Գնանք ես օտյալի մոտ կամ այն օտյալի մոտ, մի հատ նոր օտյալա դուրս եկել, նոր զգացողություններ, եւ սրանք մեզ կարծում եք, որ շեղում են այդ նոր դառնալու գիտակցությունից։ Այս նոր դառնալ Այս տեսակ մարդը, որ նոր դառնալու ճանապարհին է, նրան նոր բաները տեսնելու հետաքրքրություն չկա։ Չգիտեմ, համաձայն եք ինձ հետ թե ոչ, բայց ես դա եմ նկատում հիմա։ Ինձ արդեն կարևոր չի նոր բան կտենամ, թե չէ։ Ես նոր եմ դառնում Քրիստոսի մեջ։ Հները անցնում են։ Ինչ կասեք սրա մասին։ Մի կարճ եւ ավարտենք ձեր աղոթքով։ Գիտեք, ես եթե թույլ տաս մի հատված կարդամ Աստվածաշնչից եւ կարծում եմ դրա մեջ իմ բանը կասեմ։ Եկեք կարդանք Եփեսացիս 4-րդ գլխի 17 համարից։ Եփեսացիս 4:17 ասում է. «Արդ սա եմ ասում եւ վկայում Տերով, որ դուք այլևս չգնաք ինչպես ուրիշ հեթանոսներն են գնում իրանց մտքի ունայնությունով,
Ես ուզում եմ սկզբից ձեզ մի բան ասել, որ հետագա տեքստը ավելի ճիշտ ըմբռնենք, ստեղ որ խոսում է դուք չգնաք դերանուններ է գործածում, իմացեք, որ չի խոսում այն մեղավոր եսի, որ մեռած վիճակում է Քրիստոսով, սրան չի խոսում, նա խոսում է բաներ, որ դրդում է մեզ տեսնելու մեր վիճակը և փնտրելու որն է այն ճանապարհը, որ այս բաները, որ ինքը ասում է, դառնան իրականություն։ Սա կարևոր է, որովհետև կթվա թե հեն ասում է, էլի, գնաս հենց արա, ուրեմն գնամ անեմ։ Նո, չպետք է մոռանանք, որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ պետք է արվի ամեն բան։ Որտեղ մեր եսը չի անելու, մեր ես ինչ որ ասում է, վերստին ծնված Աստծո որդու համար է ասում, որ տեսնի այն եսի անկարողությունը։ Ուրեմն շարունակենք, որ խավարած են մտքով և օտար Աստծո կյանքիցը, խավարած են մտքով և օտար Աստծո կյանքիցը, այն տգիտության պատճառով, որ նրանցում է իրենց սրտերի կուրության համար, որ անզգայացած իրենց անձերը մատնեցին անառակության ամեն պղծության գործերի մեջ ագահությունով, բայց դուք Քրիստոսին այսպես չսովորեցիք, եթե նրանից լսեցիք և նրանով սովորեցիք, ինչպես որ ճշմարտությունն է Հիսուսումը, որ ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեբայության ցանկությունով ապականված է։ Ուշադրություն դարձրեք, հին մարդով չէ, որ հին մարդը պիտի հանենք։ Տեսնում եք, ուրեմն կա մի ուրիշ կենթանի էություն մեր մեջ, որով հանում ենք նրան, և կտեսնեք հիմա, թե ուր է բերում առաքյալը։ Եվ ձեր մտքի հոգովը նորոգվեք, և նոր մարդին հագեք, որ Աստծո պատկերին պես ստեղծված է, նոր մարդն է, նոր արարած, ճշմարտության արդարությունովը և սրբությունովը, նրա համար դեն գցելով ստությունը, խոսեցեք ճշմարտությունն ամեն մարդ իր ընկերի հետ, վասնզի իրար անդամ ենք, այս է ասում, որ լույսի մեջ քայլող ենք, եթե մեր մեջ այսպիսի բաներ կա, որ ստություն ենք խոսում իրար հետ և այլ, ուրեմն ցույց է տալիս, որ լույսի մեջ քայլող չենք։ Դեմքով դեպի լույսը չենք, մեր խավարի, մեր եսի մեջ ենք քայլում, այդտեղից են ստախոսություններ։ Մեր հին բնույթի մեջ ենք քայլում։ Ասում է սա, որ տեսնենք, թե կա ստախոսություն, թե չէ, եթե կա, ուրեմն արթնանանք, նոր արարածը կա, թե չէ։ Ոչ թե ասում է, որպեսզի մեր այդ հին մարդը վերցնենք ու գնանք մեր եսով սկսենք հին մարդ սպանել։ Այդպես հնարավոր չի։ Այդ դեպքում, եթե կարելի լիներ դա անել, Քրիստոս Հիսուս մեռավ։ Այո։ Սա է։ Ամեն։ Եվ շարունակում է ավելի մանրամասնել։ Վասնզի իրար անդամ եք, բարկանաք մի մեղանչեք, թող արեգակը ձեր բարկության վրա չմտնե, երբ կարելի է սա իրականացնել, երբ որ մենք հոգևոր ենք, հոգով ենք տեսնում իրար, ոչ թե մեր մարմնի կողմից, որտեղ մարմնի կողմից տեսնենք, ոնց է կասենք, բարկանալու բան է, միջև չվերանա սա հնարավոր չի։ Տեսնում եք, ուրեմն որն է անհնար, որն է հնարավոր, և տեղի չտակ սատանային, Եվ որ ես ասում եի, սատանան մեր եսն է գործածում իշխելու համար,
Եթե նա չհանդիպի, դա այդ եսը չկարողանա իրեն համար ոտի տեղ դարձնել, նա չի կարող Աստծո որդու վրա իշխել։ Անկարելի է, որ Քրիստոս մեր մեջ ու նա Քրիստոսին իշխի, ոչ, նա դառնում է հակառակորդ, բայց ծառա։ Եվ իօգուտ Աստծո որդու։ Սա շատ կարևոր է գիտակցել։ Նա որ գողանում էր, թողել չգողանա, այլ մանավանդ աշխատե իր ձեռքովը բարին գործելով, որ ունենա տալու պետք ունեցողին։ Մենք կանգնած ենք սրա առջև եւ տեսնում ենք, մենք այսպեսին ենք, թե չէ։ Եթե տեսնում ենք, որ այսպեսին չէ, ուրեմն մեր հին անձն է դեռ։ Որտեւ նոր մարդը անում է այնպես ինչպես որ եւ սա իր համար բնական է այդ նոր մարդու համար։ Այնպես չի որ ստիպված է անում, չէ։ Այո, ճիշտ է։ Այս պատճառով է որ այսպես գրված է։ Ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանիցը, բայց այն որ բարի է շինության համար հարկավոր, որ շնորհք տա լսողներին։ Այստեղ չեմ ասում մեր արի Հովանես հիմա նենց արա որ հանգարց գեշ խոսք չասես, տեսա բան եւ այլն, ստիպում եմ, հաջողում եմ, եկել մի օր, բոմ, մի հատ այնպես մի խայտարակ բան ալինու, որ սա առածը ջուրն անգում։ Այո։ Սերը պետք է մեզ ստիպի, ոչ թե մենք մեր եսին։ Մենք ինչի վրա շինեցի ես դա։ Հավազի վրա։ Այո։ Եվ մի տրտմեցեք Աստծո Սուրբ Հոգին, որով կընկվեցաք փրկության օրվա համար։ Այսինքն նրան, որ քո մեջ է, բանի տեղ չես դնում, դու ես ուզում։ Ոչ։ Ամեն դառնություն եւ բարկություն եւ սրտմտություն եւ աղաղակ եւ հայույություն թող վեր առնվի ձեզանից ամեն չարության հետ։ Եվ իրար հետ քաղցր եղեք, գթած իրար ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եվ ոչ թե ես պետք է ստիպեմ ախի ոնց անեմ ներեմ իմ եղբորը, այնց բան արե որ ներել կլինի։ Եթե դու եղբորդ նայում ես որպես այդ մեղավոր անձը, ու դու էլ քո մեղավոր անձով ես ուզում նրան ներել, բնական է որ չի լինի։ Չի լինի։ Այս ներումը կլինի այն դեպքում, երբ որ այդ ներող հոգին այդ էությունը դարելա քոնը։ Նոր արարածը։ Այդ դեպքում կլինի։ Ամեն։ Ուրեմն թող օրհնի, որ ամեն բան իրենց տեղերում դրվի, որպեսզի Քրիստոս փառավորվի, ինքը ապրի մեր մեջ, մեր միջոցով եւ իր բարքի համար։ Ամեն։ Փառք ես Տեր։ Ամեն։ Հովանես եղբայր քո աղոթքով շատ շնորհակալ ենք, շատ կարևոր արթնացնող, ուղղորդող պատգամեր, որի մեջ բավականին շատ ցուցիչներ կա, որոնցով բացահայտում ենք մենք արդյոք Աստծո որդիներ ենք եւ արդյոք քայլում ենք լույսի մեջ եւ արդյոք սիրում ենք քայլել լույսի մեջ։ Պետք է խորհենք, մտածենք այս ամբողջ օրվա ընթացքում։ Իսկ քեզ ասում ենք շնորհակալություն եւ ձեր աղոթքով ավարտենք Հովանես եղբայր։ Աղոթենք։ Այո, սիրելի եկնավոր հայր։ Մենք նորից կանգնած ենք քո լույսի առջև։ Ոչ միայն կանգնած ենք, հապատում ես քայլել ես տալիս այդ լույսի մեջ։ Ամեն Տեր։ Մենք առաջ ենք գնում դեպի քեզ, դեպի այդ լույսի աղբյուրը։ Եվ շնորհակալ ենք, որ մեր մեջ բացահայտում ես այն, ինչ որ պետք է քո արյունը մաքրի։ Եվ մենք շնորհակալ ենք այս մեծ գործի համար, որ դու անում ես մեզ համար, որը անհրաժեշտ է, որ մենք քեզ ավելի սիրենք, ավելի մոտենանք քեզ, դառնանք քեզ նման, եւ այդ պայմաններում դու ավելի կհայտնվես մեզ, մենք ավելի կճանաչենք քեզ, ավելի կսիրենք եւ ավելի կնմանվենք։ Դեր այս աճը, որ դու հանցն ես առնում մեր մեջ կատարելու, մեզ երախտապարտության հոգի է տալիս քեզ մեծ շնորհակալություն եւ գովություն հայտնելու։ Եվ դու քննում ես մեր սրտերը, գիտես դրանց ճշմարիտ կամ կեղծ լինելը դեր։ Եվ դա էլ դու առաջնորդես եւ ուղղություն տաս մեր մեջ մաքուր սիրտը ստեղծելով եւ ուղիղ հոգի նորոգելով։ Ամեն։ Խնդրում ենք Տեր, մեր երկնքի Հայր,
մեր սիրելի ծնող քո որդուտ, քո սիրելի որդուտ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառքեստեր։ Փառտիրոջը, սիրելի բարեկամներ, շնորհակալ ենք նորից Հովհաննես եղբայր, եղեք օրհնված, պատղաբեր եւ հաջողված Տերով։ Սիրելի բարեկամներ, այսպեսին էր մեր եթերը, շաբաթվա առաջին օրը սկսեցինք Տիրոջ խոսքով, որը մեզ թափեցրեց նորից մեր Հովհաննես եղբայրի միջոցով, իսկ մենք առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Ամեն։ Ժամանակը պիտի փրկես իզուր տեղը հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում է, առաջի հայացքը որդի Սարան պիտի իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մանկուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։